Բարև ձեզ, ես Ռուզանա Մինասյանս մասնակցում եմ չափից սարքերի, դրանց կարևոր դեր է կենցաղում և գիտության բնագավառում ուսումնական նախագծին, որի շրջանակներում հավաքագրել ենք տեղեկություններ չափից սարքերի վերաբերյալ։ Իմ խմբի մասնակիցներն են Մինասյան Վիրալ, Մարգարյան Արմիկ, Մովսիսյան Արամ, Գյոզալյան Կարինե, Բուդաբաշյան Մարի։ Միասին բաշխել ենք աշխատանքը, հավաքագրել ենք տեղեկություններ, վերցրել ենք հարցազրույց ուսուցիչներից և սովորողներից, պատրաստել ենք բուկլետ և չափից սարքերի նմուշ օրինակներ։ Բարև ձեզ, ես Ինգա Ֆալկինաս, մասնակցում եմ չափից սարքերի, դրանց կարևոր դեր է կենցաղում և գիտության բնագավառում ուսումնական նախագծին։ Ուսումնական նախագծի շրջանակներում հավաքագրել են տեղեկություններ չափից սարքերի վերաբերյալ։ Իմ խմբի մասնակիցներն են Ֆիդանյան Էդիսոնը, Սաքոց Սավետը, Մալխասյան Սուզաննան, Վարդանյան Գառնիկը, Մովսեսյան Հայկը։ Միասին բաշխել ենք աշխատանքը, հավաքագրել են տեղեկություններ չափից սարքերի վերաբերյալ։ Պատրաստել են պաստառ և չափից սարքերի նմուշ օրինակներ։ Ծանոթացում չափից սարքերի հետ։ Ծանոթացանք հետևյալ չափից սարքերին, երկարության չափագործիկ, կանոններ, չափաժապավեր։ Ծավալի չափման գործիքներն են, չափանոթներ, չափաբաժակներ։ Ժամանակը չափելու գործիք, ժամացույց լինում է ավազային, մեխանիկական, էլեկտրոնային։ Ջերմություն չափելու սարք, ջերմաչափ։ Զանգվածի չափման գործիք, կշեպները լինում են լծակավոր, նժանավոր և էլեկտրոնային։ Ուժ չափելու գործիք, ուժաչափ։ Հոսանքի ուժը չափող գործիք, ամպերաչափ։ Կանոն պարզ չափող գործիք։ Սովորական կանոնը ունի բաժանման գծեր։ Սովորաբար արտահայտված են լինում սանտիմետրով և միլիմետրով, որոնք օգտագործվում են տարածք չափելու համար։ Սովորական կանոնը պատրաստված է լինում փայտից, պլաստմասայից, նաև մետաղից։ Երկրաչափության և քարտեզագրման մեջ կանոնը օգտագործվում է ուղիղ գիծ գծելու և ավելի ճշգրիտ չափումներ անելու համար։ Հին Պոմպեյի ավերակներում հայտնաբերված տաշած տախտակները վկայում են, որ կանոնը բավական ծեր է։ Ասում են միջին դարերում վանականների կողմից հայտնաբերված կանոնի վրա կա գծեր և թվեր։ Եվրոպական երկրների հայտնաբերված կանոններն են մետաղյա լարերից են, ասում են մինչև մեր պատկերացումներն են բոլորովին չեն համապատասխանում, իսկ այն կանոնները, որոնք մեծ սիրով օգտագործում ենք, հայտնաբերել են հետհեղափոխական Ֆրանսիայում։ Այդ ժամանակ լավագույն ակադեմիկոսները զբաղվում էին կանոնի նոր տեսակ ստեղծելով և զարգացնելով։ Նրանք հաշվում էին, մտածում, վիճում, վերջապես որոշեցին այն բաժանել սանտիմետրի և միլիմետրի։ Նախ ֆրանսիացի գիտնականները ստեղծեցին կանոնի երկու տեսակ։ Դրանք պլատին էին 1 մետր երկարությամբ և 25 միլիմետր լայնությամբ։ Ստեղծեցին, վերջացրեցին և անվանեցին հանրապետական մետր։ Հետո արդեն սկսեցին պատրաստել փայտից, բայց չգիտես ինչու դրանք միայն օգտագործում էին գիտնականները, բայց որոշ ժամանակ անց այն լայն տարածում գտավ և սկսեց օգտագործել նաև ուսանողները և հետո 19-րդ դարում նաև դպրոցականների կողմից։ 1812 թվականին այդ հանրապետական մետրերը եկան հասան Ռուսաստան, սակայն ինչպես եկան, այնպես էլ մնացին, քանի որ ռուսները ժամանակ չունեին այն էլ ավելի զարգացնելու։ Մի քանի տարի խորքում մտնելուց հետո Մենդելեևը նրանց արթնացրեց, որովհետև նոր գյուտերի ժամանակ այդ հանրապետական մետրերը շատ պետքական եղան, ու հենց այդ ժամանակվանից սկսած էլ կանոնը դարձավ հանրաճանաչ և տարածվեց շատ երկրներում և եկավ հասավ մեզ, Հայաստան։ Ուղղալար մի սարք, որը բաղկացած է բարակ թելից և նրա վերջույթ կախված բեռով, ուղղալարն օգտագործվում է ջրի մակարդակը ուղղելու և շինարարության և ինքնաթիռների մեջ։ Ուղղալարը օգտագործվում է նաև ջուրը կարգավորելու դեպքում։ Չափի ճանաչներ, չափադրողներ, հեղուկների ծավալը չափող ապակի անոթները, որոնք օգտագործվում են հետազոտական և գործարանային աշխատանքներում, լաբորատորիաներում։ Ժամացույց սարք, օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակը ինտերվալների տևողությունը բաժանելու համար լինում են բնական ավազի, աստղագիտական, արևային, ջրային, մեխանիկական և ավտոմատ։ Այս շրջաններով մարդը տնտեսության մեջ և առօրյա իր հոգսերի համար մշտապես ձգտել է իմանալ օրվա ժամը։
Տարբեր միջոցների է դիմել նա ժամանակը որոշելու համար, օգտագործել է արևը, լուսինը, ստվերը, երկինքը եւ այլն։ Հետաքրքրական է ծաղկել ժամացույցները, դրանցից կարելի է օգտվել զբոսայգի ժամանակ, երբ ցույց ունենալ, որ ծաղիկը առավոտյան որ ժամին է բացվում եւ երեկոյան կողմ փակվում։ Ծաղիկների պսակները բացում եւ փակվում են որոշակի ժամերին։ Նրանց ճշտության, մոտավոր ճշտությամբ նրանց միջոցով կարելի է որոշել ժամանակը։ Ծաղկե ժամի ցուցակն առաջին անգամ կազմել է 18-րդ դարի շվեդ գիտնական Կարլ Լինները։ Այսպես, մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-ից 5-ին են բացվում, փակվում են երեկոյան 7-ից 8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում է ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-ից 6-ին, փակվում է ցերեկվա 2-ից 3-ին, մանուշակը առավոտյան 7-ից 8-ին, փակվում է 5-ից 6-ին, սպիտակ ջերշուշանը փակվում է երեկոյան 7-ին։ Ավազի ժամացույցն ու պատրաստված սարք որոններն աղբյուրների չափում եւ հետևում են ժամանակին կազմված է հիմնականում երկու մասից, որոնք իրար կապված են բարակ սեղմվածքով։ Դրանցից մեկը դծված է ավազի բարակ հատիկներով, անկախ խանութի չափերից ավազի ժամացույցը կարող է հաշվել րոպեները, ժամերը, օրերը եւ այլն։ Վայրկյանաչափ։ Վայրկյանի 18-ական մասերի ճշտությամբ ժամանակը չափելու սարք։ Ըստ տեսակի տարբերում են էլեկտրոնային վայրկյանաչափ, գրպանի, սեղանի եւ ձեռքի վայրկյանաչափեր։ Վայրկյանաչափերն օգտագործվում են սպորտում, արդյունաբերությունում եւ այլն։ Ջերմաչափ։ Ջերմաստիճանի չափման սարք։ Ջերմաչափի կիրառությունները խիստ բազմազան են։ Գոյություն ունեն օդային, ջրային եւ կենցաղային։ Ջերմաչափի առավել հայտնի տեսակներն են էլեկտրոնային ջերմաչափը, սնդիկային ջերմաչափը եւ այլն։ Առաջին կնքված ջերմաչափը հայտնագործել է Գաբրիել Ֆարենհեյթը 1714 թվականին։ Ֆիզիկոս եւ ինժեներ Գաբրիել Ֆարենհեյթին վերագրում են առաջին կնքված ջերմաչափի հայտնագործողը։ Գծակավոր կշերք։ Այս կշերքի հիմնական բաղադրիչը ծոհն է, որը միջին կետը հեղվում է սեպազոֆենանին կամ կախվում թելից։ Ծողի երկու թևերը խաղում են լծակի բազուկի դեր, սրանց ծայրերից կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռող իր եկամուտը, իսկ մյուսում կշռաքարը։ Բեռնված կշռաթասերից յուրաքանչյուրն առաջանում է ուժի հակադիր մոմենտներ վերնշված կենտրոնի նկատմամբ։ Կշռման պրոցեսը համարվում է կայացած, եթե երկու կողմերը հավասարակշռում են միմյանց, կշերքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարով չափել մեծ բեռներ։ Հնում մետաղները ամենայն ուշադրությամբ կշռում էին լծակավոր կշեռքի վրա։ Պարզվում է, որ լծակավոր կշեռքի միջոցով կարելի է պարզել մետաղադրամների կեղծ լինելը։ Միատեսակ մետաղադրամներից, որն ավելի թեթև է, դա էլ կեղծ է։ Լծակավոր կշեռքի միջոցով մետաղադրամների ծանր լինելը պարզում են հետևյալ կերպ։ Կշեռքն ունի երկու նժար, յուրաքանչյուր նժարի վրա դնում էին մետաղադրամները, նժարներից որն ավելի ներքև էր իջնում, դրա վրա էլ գտնվում էին ծանր մետաղադրամները։ Կողմնացույց, տարածքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացույց եւ ռադիոկողմնացույց։ Կողմնացույցն օգտագործում են օդագնացության, նավագնացության, աստղագնացության եւ ռազմական գործերի մեջ։ 11-րդ հարյուրամյակի կեսերին Չինաստանում արհեստական մագնիսից պատրաստեցին լողացող սլախ։ Հաճախ այն ունենում է ձկան ձև։ Նրան միջեցնում էին ջրի մեջ, որտեղ լողում էր։ Ձկան գլուխը միշտ ցույց էր տալիս հարավը։ Միաժամանակ չինացի գիտնական Չեն Գուանը ստեղծեց կողմնացույցի մի քանի տարբերակ։ Նա մագնիսականացնում էր կարի մեքենայի ասեղը եւ մոմի օգնությամբ այն ամրացնում մետաքսե թելին։ Նա մեկ այլ տարբերակ էլ առաջարկեց այդ ասեղը ամրացնել սեղմակին։ Նվելով սեփական փորձերի վրա, գիտարար Չեն Գուանը նկատեց, որ կողմնացույցի սլաքը հարավ ցույց է տալիս մի փոքր շեղումներով։ Նա այդ բացատրեց մագնիսների եւ աշխարհագրական հորիզոնների միջև տարբերությունները։ Մանոմետր հեղուկների եւ գազերի ճնշումը չափելու սարք է։ Մանոմետրը կիրառում են բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է իմանալ վերահսկել եւ կարգավորել ճնշումը։ Մանոմետրը կիրառում են ջերմաէներգետիկայում, քիմիական եւ նավթաքիմիական ձեռնարկություններում, սննդային բնագավառի ձեռնարկություններում։ Օդանավթաբանական կայաններում տեղադրում են հատուկ ճնշաչափեր, որոնք չափում են երկրի ճնշումը։ Այն առաջին անգամ չափել է սնդիկային ճնշաչափով, առաջին անգամ երկրի ճնշումը չափել է Տորիչելին 1643 թվականին։ Ըստ տեսակի տարբերում են սնդիկային ճնշաչափ, մետաղային ճնշաչափ եւ անելոիդ, առանց հեղուկի։
Բարև ձեզ։ Ես Կարինե Գյոզալյանս ներկայացնում ֆիզիկայի և հանրահաշվի ուսումնական նախագիծը, որի շրջանակներում անցկացնում ենք հարցազրույց։ Չափից սարքերի վերաբերյալ։ Ինչպիսի չափից սարքերի հետ եք ծանոթ և առօրյայում ինչպիսի չափից սարքերից եք օգտվում։ Նախ նշեմ ձեր առաջի հարցին պատասխանեմ, ինչպիսի չափից սարքերի հետ եմ ծանոթ։ Շատ չափից սարքերի հետ եմ ծանոթ։ Օրինակ ժամացույց, օրինակ կշեռք, օրինակ ջերմաչափ, օրինակ չափագլան, օրինակ կարկին, օրինակ կանոն, վոլտմետր, ամպերմետր, ճշմարտ չափիչ գործիք տոնոմետր, առօրյայում շփվում եմ, օգտագործում եմ երևի իմ թվարկածներից 90%-ի հետ, խոհանոցում կշեռքի հետ, չափագլանի հետ, ժամացույցի, ջերմաչափի, երկարության չափման, նաև հասարակ մետրի հետ եմ շփվում առօրյայում, երևի այսքանը։ Շնորհակալություն հարցերի պատասխանելու համար։ Խնդրեմ։ Մենք մասնակցում ենք ֆիզիկայի նախագծային աշխատանքին։ Կարելի է ձեզ մի քանի հարց տալ։ Իհարկե կարելի է նստել։ Նախագծային աշխատանքի եք պատրաստվում, ֆիզիկա առարկային, լավ է։ Ես Ռուզանա Մեսյանս մասնակցում եմ ֆիզիկա և հանրահաշվի ուսումնական նախագծին, որի շրջանակներում անցկացնում ենք հարցազրույց չափից սարքերի վերաբերյալ։ Ինչպիսի չափից սարքեր եք ծանոթ և տանը առօրյայում ինչ չափից սարքերից եք օգտվում։ Լավ, երկու հարց ստացվեց։ Ծանոթ ենք։ Կերավանիսյանի ուղել եք հարցը արդեն, միասին պետք է պատասխանել, ես եմ միայն պատասխանում։ Ուրեմն ծանոթ եմ ջերմաչափ, տոնոմետր, ժամացույց և ավազի ժամացույց, կանոն, կարկին, օրացույց, կշեռք, վոլտմետր, ամպերմետր, ուրիշ ինչ կա, արագաչափ, փորձեմ հիշել էլի։ Երևի այսքան այս պահին, հետո համապատրաստից այսքան հիշեցի, բայց կիրառում ենք առօրյա կյանքում կանոնը շատ, ժամացույցը միշտ, օրացույցը, ցավոք սրտի ջերմաչափն ենք կիրառում և տոնոմետրը, արդեն տոնոմետր օգտագործելու ժամանակներ է եկել, ճշում ենք չափում, և արագաչափը, որով փորձում ենք հրազդել մեքենայի արագությունը։ Այսքան։ Վերջ։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի քանի հարց։ Ես Ռուզանա Մեսյանս մասնակցում եմ ֆիզիկա և հանրահաշվի ուսումնական նախագծին, որի շրջանակներում անցկացնում ենք հարցազրույց չափից սարքերի վերաբերյալ։ Ինչպիսի չափից սարքեր եք ծանոթ և տանը առօրյայում ինչպիսի չափից սարքերից եք օգտվում։ Չափից սարքերից, ջերմաչափից, կշեռքից, ժամացույց, կողմնացույց, իհարկե դա առօրյայում չեմ օգտվում, բայց ծանոթ եմ, հարթաչափ, ժամացույց ասեցի և այլն, իսկ առօրյայում օգտագործում կշեռքը, օրացույցը, ժամացույցը, ջերմաչափը, դրանք։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես Ռուզանա Մեսյանս մասնակցում եմ ֆիզիկա և հանրահաշվի ուսումնական նախագծին, որի շրջանակներում անցկացնում ենք հարցազրույց չափից սարքերի վերաբերյալ։ Ինչպիսի չափից սարքեր եք ծանոթ և տանը ինչպիսի չափից սարքերից եք օգտվում։ Բարև ձեզ, ես ծանոթ եմ շատ չափիչ սարքերի, որոնցից են ճնշման սարքը, ջերմաչափը, կանոնը, կշեռքը, չափի երիզը, իսկ տանը օգտվում եմ կանոնից
եւ ջերմաչափից։ Ավելի հաճախ։ Բարև ձեզ։ Ես Ռուզաննա Մինասյանս մասնակցում եմ ֆիզիկա եւ հանրահաշվի ուսումնական նախագծի, որի շրջանակներում անցկացնում ենք հարցազրույց չափի ծագերի վերաբերյալ։ Ինչպիսի չափի ծագեր գիտեք եւ դա ինչպիսի չափի ծագերից եք օգտվում։ Չափի ծագերից ծանոթ ժամացույցին, կանոնին, ճշտաչափին, հիմնականում օգտագործում եմ կանոնը եւ ժամացույցը։ Կանոնը Գեշմավանյանը թվարկեց 13 չափիչ սարքերի անվանումներ, Ընկեր Ավանեսյանը պատասխանեց 9 չափիչ սարքերի անվանումներ, Ընկեր Աստրիկը 6 չափիչ սարքեր, Ասյան 5, Վարդուհին 6, Գարեգինը 4, Արմանը 3։ Միջին թվաբանականը լինում է 63%։ Նախագծի ստացած գիտելիքները կիրառել ենք խոհանոցում, մեր խմբի աղջիկներով պատրաստել ենք հայկական գաթա, ինչպես նաև օգտվել ենք չափից սարքերից։ Նախագծի ընթացքում պատրաստել ենք նաև օրացույց, որի վրա առանձնացրել ենք անվան ֆիզիկոսների և մաթեմատիկոսների ծննդյան օրերը։ Ուսումնական նախագծի ստացած գիտելիքները կիրառենք խոհանոցում, կպատրաստենք հայկական գաթա և կօգտվենք նաև չափից սարքերից։ Հայկական գաթա պատրաստելու համար մեզ պետք է 1 կիլոգրամ ալյուր, 200 գրամ շաքարավազ, 15 գրամ խմորիչ, 100-ից 150 գրամ կարագ և 200 մլ կաթ։